Մինչև 2026 թվականի հունվարի վերջը Հայաստան կհասնի ռուսական ցորենի 132 երկաթուղային վագոն Ադրբեջանի եւ Վրաստանի միջով։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունից հայտնում են, որ առաջին խմբաքանակը ավելի քան 1000 տոննա հացահատիկ ուղարկվել է Ուլյանովսկի մարզի Դիմիտրովգրադ կայարանից։ Բեռնափոխադրումը կազմակերպվել է ռուսական երկաթուղիներ ընկերության կողմից։ Հացահատիկով բեռնված 15 վագոնով գնացքն անցել է Ադրբեջանով, հատել վրաց-հայկական սահմանը եւ ուղևորվել Հարավկովկասյան երկաթուղու Դալարիկ կայարան։ Նախարարությունից նշել են, որ նոր լոգիստիկ երթուղու կազմակերպումը հնարավոր է դարձել Ադրբեջանի միջով դեպի Հայաստան բեռների տարանցման վերսկսումից հետո։ Սա 1990-ական թվականներից ի վեր առաջին նմանատիպ բեռնափոխադրումն է։ Ցորենից բացի քննարկվում են նաև այլ բեռների կատեգորիաների մատակարարումներ։ Հայաստանն ակտիվորեն համագործակցում է իր ամերիկացի գործընկերների հետ թրիփ նախագիծը հնարավորինս արագ իրականացնելու համար, հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս նախագիծը կարևոր նշանակություն ունի Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի, Իրանի, Կենտրոնական Ասիայի երկրների, Ռուսաստանի, Վրաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Թուրքիայի համար։ Այս թվարկումն ինքնին այն բանի երաշխիքն է, որ այս նախագիծը ոչ միայն կիրականացվի, այլև կդառնա մեր ժամանակակից պատմության ամենահաջողակ նախագիծը, բերելով երկրներին եկամուտներ, տնտեսական զարգացում, անվտանգություն եւ կայունություն, ասել է Փաշինյանը։ Նրա խոսքով անվտանգության եւ կայունության տեսանկյունից կարևոր է փոխկապակցվածության եւ խաղաղության երաշխիքի գործոնը։ Տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը 2025 թվականի օգոստոսի 8-ի հռչակագրի համաձայն այլ կարևորագույն գործոններից է, որը խաղաղությանը կհաղորդի գործնական կերպար, ընդգծել է Փաշինյանը։ Հայաստանում բենզինի գները 2025 թվականի հոկտեմբերին 2024 թվականի հոկտեմբերի համեմատ նվազել են 1.5%-ով, իսկ դիզելային վառելիքի գները 0.6%-ով։ Այս մասին վկայում են Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները։ Միաժամանակ բենզինի եւ դիզելային վառելիքի գները այս տարվա հոկտեմբերին նույն տարվա սեպտեմբերի համեմատ նվազել են համապատասխանաբար 0.3%-ով եւ 2.4%-ով։ Այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ բենզինի գինը նվազել է 0.3%-ով, մինչդեռ դիզելային վառելիքի գինը աճել է 0.7%-ով։ Ընդհանուր առմամբ վիճակագրության համաձայն ոչ պարենային ապրանքների շուկայում գները այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աճել են 0.9%-ով, իսկ նույն տարվա սեպտեմբերի համեմատ 0.4%-ով։